Որ առաջ պարզ դարձավ, որ արգելվել է վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանի Հանրապետությունից և դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել վեհափառ Հայրապետի նկատմամբ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ուր ենք հասել, պարոն Պետրոսյան։ Քարչավ Արցախումբը, ինչպես միշտ, ղեկավարվելով Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինի ցուցումներով իրականացնում է իր հետ կապ չունեցող գործառույթներ։ Այսինքն վեհափառի ելքը արգելափակելը ո՞րն է, ինչի համար։ Եթե նա ինչ-որ հանցանք է կոնկրետ թույլ տվել, թող ասեն ինչ հանցանք է կատարել և կիրառեն համաչափ միջոցներ, բայց վեհափառի ելքը արգելել, սենց բան ոչ մի երկրում չկա, հասկանում եք, և սա սահմանադրական կարգի դասական տապալում է, քրեական օրենսգրքի 420-րդ հոդված, միջամտել եկեղեցու գործերին։ Դու ինչ գործ ունես վեհափառի հետ։ Վեհափառը եթե հանցանք արել, իրավապահ մարմինները թող, չգիտեմ, խափանման միջոց կիրառեն, կալանավորեն, չգիտեմ ինչ անեն, բայց ելքը արգելել կարող է շատ կարևոր, ասենք, կրոնական ինչ-որ միջոցառում կա, բա Հայաստանը ով ներկայացնի։ Այո, 16-ից 19 փետրվարի, հենց դրանից 2 օր առաջ։ Այստեղ ակնհայտ է, որ այդ ցուցումը տրվել է Նիկոլ Փաշինի կողմից, եւ այսօրվա կամակատար իրավապահներն հնազանդ կատարում են այդ ցուցումները։ Գիտեք, խնդիրը որն է, պարոն Պետրոսյան, որ ինչպես նշեցի Արման Սարոյանը, նախկին հոգևոր դասի ներկայացուցիչ, կարգալույծ է արվել վեհափառ Հայրապետի կողմից, սակայն դատարանը գտել է, որ այդպես չէ եւ ինքը պետք է դառնա Մասյացոտնի թեմի առաջնորդը։ Ես իհարկե Լուսինե ջան, դատարանի որոշումը վճիռը չեմ տեսել եւ չեմ կարող այդպես ապրիորի դատողություններ անել, երբ որ ես նայեմ վճիռը, ես կասեմ, գնահատական կտամ, կարծում եմ առիթ կլինի դրա համար, թե ինչքանով է դա իրավաչափ։ Պարզապես մի բան է ակնհայտ, որ ոչ մեկ չի կարող հերքել, որ այսօր Նիկոլ Փաշինը սեփական իշխանությունը պահելու նպատակով պատերազմ է հայտարարել բոլորին, ովքեր որ չի գնում իր առաջ չի խոնարհվում, ովքեր չեն ընդունում իր հեղինակությունը, եթե իհարկե այդպեսին ունի, բոլորին պատերազմ հայտարարել։ Ու այդ պատերազմի կիզակետում կանգնած է նաև հայտնի բարերար գործարար Սամվել Կարապետյանը։ Իհարկե այդ թեմային էլ կանդրադառնալ։ Հիմա հա, ինչ ասում ներողություն այս հարցին կխնդրեմ նաև անդրադառնալ պարոն Իսագուլյանը, պարոն Իսագուլյան, ինչպես շեշտեցի, ուր ենք հասել վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանի Հանրապետությունից արգելում են, որպեսզի նա դուրս գա իր հայրենիքից, իր երկրից, եւ այստեղ մենք մեր մեղավորությունն ունենք, լավ էսպես հարցը ձևակերպեմ։ Բնականաբար բոլորս էլ ունենք մեր մեղավորությունը։ Իհարկե ինչ-որ մեկը կարող է իրան բացարձակ անմեղ համարել, օրինակ ասել, որ 18 թվականի մինչև Նիկոլ վարչապետ դառնալը պաշտոնական մամուլի միջոցներով հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել է, որ Նիկոլը գալիս է ծախելու Արցախը, ծախելու Հայաստան։ Բայց ես չեմ ուզում, ես այդ մարդն եմ, որ դա արել է, դա գրավոր, փաստարկված, բայց ես ինքս չեմ ուզում այդ դաշտից դուրս դնել, որովհետեւ ես ինքս էլ իմ մեղքի բաժինը ունեմ։ Հարցեր կան, որ ժամանակին բացահայտվել են, ժամանակին տեսել ենք, ժամանակին իմացել ենք, դրա մասին էլ նաև բարձրաձայնել ենք, բայց գուցե բարձրաձայնելը քիչ էր։ Հարկավոր էր գործողություններ։ Չնայած գործողությունները են կարել դրա համար էլ, տարբեր պատիժների են արժանանում իբրևիջ այլոց ապրիորի անորեն, բայց բոլոր դեպքերում ես որպես հայ գուցե պետք է իմ բոլոր հարևաններին տները դռները մեկ-մեկ հացեցեի, եթե չէ լուսամուտից մտնեի, եթե դռնից չթողնեին ու բացատրեի, որ այս պատուհասները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն թշնամիներն են եւ իրանց թշնամական գործողություններով կործանում են ոչ միայն Հայաստանը, ոչ միայն Արցախը, այլ հայկականությունը ընդհանրապես։ Նիկոլի խնդիրը հայկականություն վերացնելն է։ Տեսեք, Հայաստանը երկար տարիներ տարբեր երկրների գերիշխանության տակ եղել, չի ունեցել պետականություն։
Բայց ոչ մեկի այդ ընթացքում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ նման դիրքորոշում, նման կեցվածք չի ունեցել։ Ես չգիտեմ, թող պատմաբանները բացեն նայեն, որևէ երկրի ղեկավար, օրինակ Վեհափար Հայրապետին ինչ որ ժամանակ արգելել է, որ նա երկիրը լքի, որ նրա նկատմամբ քրեական գործ արեցվի։ Հիմա կասեն, այս ինչ մարդուն, օրինակ Ստալինյան ռեժիմի ժամանակ տարան բարձով խեղտեցին, այս մեկին, այս մեր ժամանակ չգիտեմ ինչ արեցին, դրանք խոսքեր են, որոնք որևէ ձևով ապացուցված չեն։ Բայց այն ինչ անում է Նիկոլը, դա տեսանելի է, բոլորը տեսնում են։ Հիմա որ հային կանգնեցնես, հարցնես դու ինչ հավատի տեր ես, կասի հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր։ Բա հայ առաքելական Սուրբ Եկեղեցին հալածվում է։ Հալածվում է մեր երկրի բոլոր ժամանակների մեծագույն թշնամու Նիկոլի եւ նրա թիմի կողմից։ Բա դուք ինչի ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ Եկեղեցու ոտքի չեք կանգնում։ Նայեք նույնիսկ ընդդիմադիրները, հա, պատահում է, որ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետին կալանավորելու որոշում կամ քրեական վարույթ հարուցելու որոշման հաջորդ օրվանից քեֆ ուրախության մեջ են, քեֆ ուրախության։ Բայց ուզում են նորից մասնակցել ընտրությունների, նորից ձայն ստանալ, երբ որ Նիկոլը պարզ է ասում, որ որևէ օլիգարխ, որևէ նախկին նախագահ թող մոռանա 26-ից հետո իրանք բոլորը պետք է հայտնվեն ինչ որ աղբանոցում։ Հիմա այս մարդիկ ասում են չախպեր, ինչքան էլ ուզում է ինքը մեզ աղբասի, ինչքան էլ ուզում է մեզ չգիտեմ ինչ ասի, մենք սահմանադրական սահմանադրությամբ եւ օրենքներով առաջնորդվելով Նիկոլի հետ պետք է գնանք ընտրության։ Նիկոլը թքած ունի այդ սահմանադրության օրենքների։ Սրանք ուզում են, այսինքն ինչ են ուզում են գնալ իրանց մի քանի տոկոսը ստանան, իրանց զավակներից մի քանիսին դարձնեն անձեռնամխելի։ Սենց խնդիրներ կան, այո, բոլորս մեղավոր ենք այն իրավիճակի համար, որ ստեղծվել է այսօր, բոլորս մեղավոր ենք, որ այո, հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն թշնամին հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ եւ նաեւ հովվապետի նկատմամբ կատարում է նման հանցավոր գործողություն։ Պարոն Պետրոսյան, օրերս Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն պարոն Չարչյանի նկատմամբ էլ ինչ որ իրավապահները գործողություններ իրականացրեցին, ստուգումներ էին իրականացրեցին բժշկական կենտրոնում, այնուհետև եթե չեմ սխալվում համակարգիչ եւ այլ գույք են երևի արգրավել, համակարգիչը հաստատ է, մնացածը չեմ կարող ասել, մի այսպես շատ ցավալի նաեւ զավեշտալի պատմություն տեղի ունեցավ, ես որպես պացիենտ պետք է այցելեի պարոն Չարչյանին, ինձ ասեց, որ վիրահատություն ունի, բայց մինչ վիրահատությունը կարող է ինձ ընդունել, մի խոսքով հերթական ստուգման էի գնալու, բայց ես գնացի եւ այլ բանի ականատես եղա։ Դա արդեն երկրորդական է, ես իմ մասին չեմ ասում, բայց մարդը պետք է գնա վիրահատարան, իրավապահները գնում են եւ քննչական գործողություններ են իրականացում, ըստ ձեզ ինչ էին փնտրում հիվանդանոցում։ Էն էլ պարոն Չարչյանի նման։ Ես չգիտեմ ինչ էին փնտրում։ Բժշկից ինչ են ուզում պրոֆեսորից։ Ես անձամբ ճանաչում եմ, մտերիմ եմ պարոն Չարչյանի հետ։ Ինքը ազնիվ մարդ է, ինքը բարեխիղճ բժիշկ է, ուշադիր բժիշկ է, ինչ որ հարկային պարտավորություններից խուսափելու։ Հարկեր թաքցնել նաև։ Բայց այդ իրավապահները, նորից եմ ասում, հարգելի Լուսինե, դրանք ղեկավարվում են մեկ անձի ցուցումով։ Իրենք էլ լավ գիտեն, որ իզուր էին գնացել, որովհետև իրանք այնտեղից ձեռնունայն են վերադարձել։ Ձեռնունայն ես նկատի չունեմ, որ բանը կոմպյուտեր չեն տարել, բայց ապացույցների առումով իրանք ձեռնունայն են հեռացել։ Որևէ ապացույց չկա, որ Չարչյանը ազնիվ մարդ է։ Էլ եմ ասում, ուշադիր, հոգատար բժիշկ, ես էլ եմ անձամբ իր ծառայությունից օգտվել եւ իմ անձնական օրինակով եմ ասում։ Գետինը մտնեք դուք, ուրիշ մարդու հետևից չկա գնալու, Չարչյանի հետևից եք գնում։ Անամոթներ։ Հասկանում եք, ես նոր ասեցի, Նիկոլ Փաշինը պատերազմը հայտարարել բոլոր այն մարդկանց, ովքեր չեն խոնարհվում իր առաջ։ Հիմա այդ թեմայի շրջանակներում Սամվել Կարապետյան մի ինչ-որ անթարաշ երկոտանի, ասում է ռուսական պասպորտը գրպաններում եկել են Հայաստանում իշխանություն են ուզում։ Ասենք, որ ես ցույց տամ, դուք կճանաչեք Սավովա, չեք ճանաչի։ Անհայտ ծագմամբ ինքը մեր ձևով շարժման անդամներից է, երևի ԿՊԱ-ական ինչ-որ։ Չէ, էս ով է ասե, էս է ասե, ուրեմն էս է ասե։
Չէ, չեմ Ահա, ճանաչում։ այ ես բան չունեմ ասելու, զուտ իրավաբանական տեսանկյունից ասեմ, ում համար հաճելի կլինի, չէ, Սամվել Կարապետյանը անձամբ հիմա իրավունք չունի առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, դառնալ վարչապետ, որովհետև Սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջները, որտեղ ասում է, որ պատգամավոր կարող է լինել 25 տարի լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանում վերջին 4 տարում մշտապես բնակվող անձը։ Բայց այդ ամենը ունի իր լուծումը։ Ինքը կարող է չառաջադրվել, թեկուզ որպես կուսակցության նախագահ։ Ինքը կարող է չի առաջադրվել, այսօր ես նաեւ կարդացի, որ առաջադրվելու է Նարեկ Կարապետյանը։ Այո, որ եւ դա ճիշտ է, որ որևէ խնդիր չառաջանա, հենց ընտրությունները սկսեն, հələ չսկսած արդեն բնական է, ես վստահ եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ղեկավարում այն չէր, Հովակիմյան Հա, այնի բնական է նա չէր գրանցելու։ Դրա համար պետք չէր այդ ինտրիգների մեջ ընկնել։ Սենց ավելի ճիշտ է։ Ինքը չի առաջադրվի, բայց երբ որ բարեբախտաբար ինքը ունենա ազգային ժողովում մեծամասնություն ձևավորվելիք ազգային ժողովում 2/3-ի մեծամասնություն ինքը կընտրվի, իրանք առաջադրվեն կընտրվի։ Օրենքը թույլ է տալիս դա։ Օրենքով արգելված չի։ Մենք չունենք այդպիսի օրենք, որը ասի, որ բանը, եթե փոփոխություն արվի, այնտեղ Սահմանադրության 202-րդ հոդվածում ասում է, որ հոդվածները կարող են փոխվել միայն հանրաքվեով, որոնք կարող են փոխվել միայն ազգային ժողովի, կարող են փոխվել նաև ազգային ժողովի կողմից։ Հիմա այդ բանի Սահմանադրության 148-րդ հոդվածը դա այն հոդվածներից մեկն է, որը կարող է փոփոխվել ազգային ժողովում։ Հիմա ինքը ազգային ժողովում եթե ունենա 2/3-ի մեծամասնություն, այդ 2/3-ով 148 հոդվածում փոփոխություն կանեն, կվերացնեն այդ 4 տարվա արգելքի սկզբունքը, պահանջը եւ Սամվել Կարապետյանին կընտրեն վարչապետ։ Շատ պարզ է ամեն ինչ։ Իսկ պարոն Իսագուլյան, ինչի հենց ուժեղ Հայաստան արդեն կուսակցություն գոյություն ունի, ինչպես շեշտեցինք, առաջնորդ որպես ընտրվել է Սամվել Կարապետյանը, բայց որպես թեկնածու նա չի մասնակցելու, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, ինչի ՔՊ շրջանակներում այսպես վայնասուն բարձրացավ։ Դե վայնասուն մի պարզ պատճառով, որտեղ Սամվել Կարապետյանը ոչ միայն ունի հեղինակություն, ոչ միայն ունի կատարած աշխատանքներ, դրական, այլ ունի նաև միջոցներ, որոնք կարող է ինքը ներդնել եւ կազմակերպել այդ ընտրություններում հաղթել է։ Դե իհարկե պարոն Պետրոսյանը շատ ճիշտ է ասում, որ իրանք կարող են, բայց բավական է որ 50+1 ձայնել ունենան։ Երբ որ արդեն Նիկոլից կազատվենք, հավատացեք, որ եթե ՔՊ-ն ընդեղ ունենա 100 պատգամավոր, ուղղացնում եմ թիվը, այդ 100-ից կմնա 0։ Ոչ մեկը չի մնա ԿՊ-ում, անմիջապես կանցնեն այս թիվ, այդ դեպքում ոչ թե 2/3 կունենան, այլ կունենան 100%-անոց խորհրդարան։ Իսկ Նիկոլը, եթե նույնիսկ առաջի համարով ընտրվի, ես կարծում եմ հաջորդ օրը, երբ որ ինքը մեծամասնություն չունենա, դատախազը, հենց այսօրվա նշանակված դատախազը կմտնի ազգային ժողով, նրան անձեռնամխելությունից զրկելու եւ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Չկասկածեք դրանում։ Իրան անձեռնամխելությունից ուրեմն մտնելու է խորհրդարան զրկելու այս դատախազը գլխավոր, իրան քննելու է այս քննչական կոմիտեի նախագահան, հիմա քննչական կոմիտեի ոնց է կոչվում նախագահ, իրան նստացնելու է այն քրեակատարողական հիմնարկի ղեկավարը, որին ինքը ընդ որում շատ խիստ պայմաններով, հենց որ հավատացեք, որ 2 օր է պետք, որպեսզի Սամվել Կարապետյանի խնդիրը լուծվի եւ Սամվել Կարապետյանը օրինական սահմանադրական հիմքով դառնա երկրի վարչապետ։ Ինքը հիմա այն բոլոր գործողությունները, որ կատարում է, դրանք բոլորը հակասահմանադրական են։ Հիմա վայնասուն են բարձրացրել, որ սահմանադրությամբ նա չի կարող, ով է ասում, որ այս դրա համար էլ ինքը այդ ցուցակում չկա։ Բայց քանի որ հոդվածներ, պարոն Պետրոսյան, 202 հոդվածը նշում է, որ այն հոդվածները, որոնք կարող են փոփոխվել ազգային ժողովի կողմից, այսինքն հանրաքվե պարտադիր չի, դա 148 հոդված նաև։
շատ արագ այդ հոդվածը կփոխեն, որովհետև գիտեք, ես գտնում եմ, որ ամեն մի հայ իրավունք ունի։ Այո, որոշակի ցենզերի պիտի ինքը բավարարի, բայց մարդ, որ ծնվել է Հայաստանում, որ իր հիմնական դա կեսագրության հիմնական մասը անցկացրել է Հայաստանում, որը նույնիսկ լինելով արդեն Խորհրդային Միության փլուզված մի ուրիշ հանրապետության քաղաքացի Հայաստանի ու Արցախի համար այդքան անձնական ներդրում է կատարել, որոնցով նույնիսկ պետությունները չեն կարող պարտանալ, այդ մարդը լիարժեք իրավունք պետք է ունենա։ Պարոն Իսագուլյան ջան, ներողություն, որ ընդհատեմ։ Այդ ի՞նչ է նշանակում։ Պասպորտ չունի Ռուսաստանի, այդ մարդը Ռուսաստանի պասպորտ ունենալով հանդերձ, այս երկրի համար արելա տասնապատիկը, քան այսօրվա երկրի վարչապետի պաշտոնից ծավալած երկոտանին։ Նա ինչ արեց երկրի համար։ Մենակ խայտարակություն է բերել, պատերազմ է բերել, չէ՞։ Դորիվ համաձայն։ Երեխեք 5000 երեխու գլուխա կերել, 10000 տաղել այսօր եկեղեցին է ուզում քայլել։ Հիմա եկեղեցու դեմ։ Իսկ Սամվել Կարապետյանը ունենալով երկքաղաքացիություն, բայց այդ մարդը երկրի համար որ պարտավոր չէր, չէ՞։ Ինքը գնաց է դրսում իր բիզնեսով զբաղվել։ Ինքը պարտավոր չէր որևէ ներդրում անել, բայց ինքը ինքնակամ, ընդ որում չունենալով հանցավոր անցյալ, որ ասես արելա որ չդատեն, բան, չի եղել այդպես բան, այդ մարդը ազնիվ նկատառումներով ներդրում է կատարել։ Հիմա խիքել է այս մարդու դեմ։ Անունը ինչ եք դրել, որ այսօր Սամվել Կարապետյանը կալանքի տակ է։ Իհարկե փոխեցին տնային կալանք, բայց այնուամենայնիվ դա անազատություն է։ Հիմա տեսեք, այսօր միասին նայեցինք ես դուք եւ պարոն Պետրոսյանը, որ արդեն խոսում են, որ քանի որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայաստանյան եկեղեցի չէ եւ նրա հիմնական թեմերը դրսում են, դա պետք է վերացնել, մենք միասին լսեցինք մի քիչ առաջ ԿՊ-ն այլևս այդ թեզն է տանում, որ ստեղծեն մի հատ հայաստանյան իբրև թե եկեղեցի, որի քրմապետը պիտի լինի Նիկոլը, հայ ազգի բոլոր ժամանակների մեծագույն դավաճանը։ Այսպես ենթադրյալ։ Տշնամին կներեք, դավաճան չի ինքը, տշնամին։ Տշնամին։ Նիկոլը մնում է, ըլի ես էլ բան։ Չէ, սատանիստների քրմապետ։ Արաս, այդ Էփշտեյնի դեպքը որ բացահայտել են, այդ պատահական չի։ Տեսեք, այն մարդիկ, ովքեր բազմի անչափահաս երեխեքին տանում էին, աղջիկներին, բռնաբարում, դրանցից ծնված երեխեքին, հետո ուտում, այսօր բացահայտված է դարձել եւս։ Էփշտեյնի այդ բոլոր գրառումներում կա։ Դրանց աջակցությամբ այս կարգի Նիկոլի նման սատանիստները վերցեցին իշխանությունը Հայաստանում, զավթեցին եւ հիմա ինչ են անում։ Երկիրը կործանում են։ Եվ Սամվել Կարապետյանը դրա դեմ պայքարում է։ Չարչյանին ենք։ Մենք բոլորս Չարչյանի մոտ եղել ենք։ Դու եղել ես, ես ազնվագույն մարդ, ավելի մարդկային, ավելի ազնիվ կան այդպես բժիշկներ Քավլիցի, քանի որ Լևոն Անդրեսյանը իմ լուսահոգի ինգերը, էլ է դոկտոր պրոֆեսոր ակադեմիկոս բժշկության մեջ, ասենք ես շատ եմ շփվել բժիշկների հետ։ Կարող եմ տասնյակ անուններ տալ, չեմ ուզում այս պահին հնչեցնել, որտեղ այդ մարդկանց դեմ հաստատ քրեական գործեր կառուցել, դրանց մեջ նաև ազնվագույն, իսկ այն մարդկային հատկանիշներով դա Չարչյանն է։ Հիշեք, որ միասին այցելեցինք, Տիկնոջը խնդիրներ ուներ այցելել ենք։ Պարոն Պետրոսյանը ուրեմն վստահում է, ուրեմն միայն բանը, պարոն Չարչյան։ Էթում ես ամեն անգամ որպես հարազատ զավակի։ Ես որ հիշում եմ ամեն մեկին կապ չունի, այդ որ դնում սկսում ես դու գել, հետո խորհուրդները, հետո բուժման ձևերը, լավ, որևէ մեկը փորձի հանկարծ Չարչյանի պրոֆեսորին։ Դուք հասկանում եք ինչ են ասում սրանք։ Ես որ Չարչյանին հանդիպում եմ, իր աջ ձեռքը համբուրում եմ, որովհետև ինքը շատ կյանքեր է փրկել։ Շատ։ Ես ուրեմն էլի լուսահոգի է դարձել, շատ լավ ընկերուն է, իր մայրը անհույս էր, տարիքով կին, հա, Արմենի, որ ընկել է, ջարդվել է մեծ հասակների, ասում եմ որ տարանկնդե մահացած, բայց Չարչյանը այդ տղեն ինչ երդվում էր, ասում էի, որ հաստատ սուտ չի ասի, ասում էր պարոն Չարչյանի, պրոֆեսոր Չարչյանի արև, ասենք ոչ թե հոր արև, մոր արև, ասենք մարդը այդքան հարգում է, հիմա դուք վերցրել եք այս ձեր ճղճիմությամբ, ձեր այդ թշնամիությամբ, դուք ես ինչեր եք անում։ Նիկոլ Փաշինյան,
հեղինակած լինելով, պարոն Իսագուլյան ջան, հեղինակած լինելով քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործությունները, պետական դավաճանություն, հատ հոդվածով ասեմ, 418 հոդված, ով որ կասկածում է, թող նայի։ 420 հոդված համադրական կարգի տապալում, որ հիշում եք 2019 թվականին, որ դատարանների դռները արգելափակեց։ Դուք որտեղ եք տեսել այդպես իրավական պետություն, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը արգելափակի դատարանների դռները։ Բայց սահմանադրության 162 հոդվածը, որ ասում է դատարանները անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին, ուր մնաց այդ հոդվածը։ Դե Նիկոլ Փաշինյանն ինքը հասկանալով եւ 421 հոդվածը տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելը։ Մենք այտենց նու ես նրան ղեկավար չեմ համարում, մեկ-մեկ որ ասում են, հա այդ անգարագետ բանն էր, նախագահն էր, ինչ է, Վահագն Խաչատուրյան, հեսա մա դրան է խայտարականը, որ ասում է բանը, երկրի ղեկավարը վարչապետն է։ Ես հիմա պարզապես գիտեք, սքի մեջ եմ, շատ ակտիվ չեմ պահում ինձ, բայց ես պետք է դրան պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես կամ եւ ամեն առաջինը դիմեմ դատարան իրեն պաշտոնից հրաժարվելու պարտավորեցնելու պահանջի մասին, հարգելի պարոն Իսագուլյան, դուք հասկանում եք, այս բանը ասում է ոչ թե ծերեթելիում կանգնած մի հատ անհույս մարմնավաճառ, այլ ասում է ինքը նույնիսկ այդ անհույս մարմնավաճառի չափ չկա ախր։ Այլ նրանք իրանց իրավունքները գիտեն, պարտականությունները գիտեն, իրանց իրավասու։ Սա չգիտի որ պետության գլուխը ինքն է։ Այո, Սահմանադրության 123-րդ հոդվածում հստակ գրած է, պետության գլուխը երկրի նախագահն է։ Արա դու երկրի նախագահ լինելով ախր որ ես խոսում եմ արավ ասում եմ ես արան էտի ոչ թե ինչ-որ վիրավորելու բանով եմ ասում։ Պարզապես զայրույթի դրսևորում է դա։ Ասեք փաղաքշական խոսք է։ Փաղաքշական, հա մեռնեմ ես քո ջանին։ Որ դու էտի ասում ես, դու չես ամաչում։ Դու լինելով երկրի նախագահ, խաբար չես սահմանադրությունից, բա դու ինչ գործ ունես այդ կարգավիճակում։ Էշնիչ գիրի նուշնիչ բաժան։ Մինչև հաջորդ Հիմա ոնց որ կներեք Լուսինե ջան, ոնց որ ես հիմա գնամ դատարան որպես փաստաբան, ասեմ ես փաստաբան ես չեմ, բանա, վստահորդն է, դու քո շահերը ոնց ուզում ես պաշտպանի։ Դա ինչքան է խելքին մոտ։ Երկրի նախագահն ասում է երկրի ղեկավարը վարչապետն է։ Լավ sense քամակ մտնոցը օլիմպիադա որ հայտարարել եք, ով ոնց ուզում հաճոյանում է, կարևորը հենց մի բան դուստան, հեսա հերթական են։ Օրինակ մի հատ էշի որ ասես այ էշ, եթե մեկը նշանակվում է քո հրամանագրով, քո ստորագրությամբ, հիմա այնում դու նշանակում ես ավելի բարձր պաշտոնի, թե դու որ այդ հրամանագիրը ստորագրում։ Վարչապետը ընտրվում է Սահմանադրության համաձայն ազգային ժողովի կողմից, բայց ի վերջո հրամանագիրը ստորագրում է։ Կարող է եւ չընտրվել, եթե ստացել են 50+1 ձայն, ավտոմատ առաջի համարը դառնում է վարչապետ։ Ստորագրում է նախագահը։ Իսկ ես մարդը լինելով նախագահ, ասում եմ երկրի ղեկավարը վարչապետ։ Ինչ ասես դրան։ Նա ինչի պետք է նման անգարագետ մարդը, պարոն Իսագուլյան ջան, պետական բյուջեից աշխատավարձ ստանա, հա։ Էսա կոռուպցիա։ Հարյուրավոր միլիոններ, Էսա կոռուպցիան, երբ որ մարդը ոչինչ չանելու դիմաց, պետությանը հիմա ես դուք շատ իրազեկ մարդ եք, ինձնից ավելի իրազեկ։ Կարաք մի հատ էս Վահագն Խաչատուրյանի կողմից մի հատ արված քայլ վկայակոչեք, որ Հայաստանին ասենք հրճակա բերել, պատիվ է բերել, օգնություն է բերել, միջազգային աջակցություն է բերել։ Հաճախ Քաթար է գնում, կարող են դե ինչ-որ մի բան կա, Էփշտեյնի ծառայություններից է օգտվել։ Այն մեկը կա։ Պարոն Պետրոսյան, մինչև այդ թեմային անդրադառնալը, գիտեմ շատ թեմաներ եք առանձնացրել, ես մի հարց էլ ունեմ, բայց մինչև այդ հիշեցնեմ մեր հետևորդներին, որ ձեր էկրաններին տեսնում եք հաշվի համար, եթե ցանկանում եք օժանդակել Live News-ի գործունեությանը, կարող եք փոխանցումներ կատարել, ինչի համար ձեզ շատ շնորհակալ կլինենք։ Ուրեմն Ալեն Սիմոնյանը ռուսական գործակալություններից մեկին հարցազրույց է տալիս, որտեղ հայտարարում է, որ Հայաստանում, Հայաստանյան Ցարաքելական Սուրբ եկեղեցում կա 4-ից 5 սրբապիղծ մանկապիղծ չուզեցի այդ սրբապիղծ հոգևորական մանկապիղծ դոժ պարբերականին է տվել ես ասում եմ դա հաղորդում հանցագործության մասին հաղորդում է որը պետք է արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը այս տականքը
Ես ինձ իրավունք եմ վերապահում այդպես ասել։ Բայց դուք որ իրան տականք եք անվանում, այս երկրի մյուս տականքները այսօր գալու են ձեզնից հաճոտ ուզեն։ Թե եք համբատել նրան։ Չէ, ես ասում եմ ինչի համար։ Մարդը իրավունք չունի, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով այդպես բան չկա, որ 5 հոգի մանկապիղծ են, դու օտարերկրյա ուրեմն լրատվամիջոցին հայտարարում ես իլուր ամբողջ աշխարհին, որ Հայաստանի այ առաքելական սուրբ եկեղեցու 4-ից 5 բարձրաստիճան պաշտոնյաները, ես կարող եմ բառացի չեմ ասում, մանկապիղծ են, սրբապիղծ են։ Դե լավ, այս մարդը պետության առաջնային մանդատ ունեցող մարմնի, առաջնային մանդատ կրող ղեկավարն է։ Բա այս մարդը տենց անպատասխանատու հայտարարություն է անում ու իր դեմ գործ չի հարուցվում, սա ընդունել որպես հաղորդում, այդ մարդուց պահանջեն, եթե դու սուտ մատնություն չես արել։ Լավ, կանչեն իրան հարցաքննության որպես վկա, հետո անմեղության կանխավարկածի սկզբունքը իրացնելու շրջանակներում որոշեն իրականում տես բան եղել է թե չէ, եթե չէ իրան տանեն սուտ մատնության համար նստածն է։ Հա։ Բայց ինքն է մարդկանց դատի տալի։ Բայց ազգային ժողովի նախագահն է դա ասում։ Չէ, բայց դուք հասկացեք, օրենսդիր մարմնի ղեկավարը, օրենսդիր մարմնի նախագահը ասում է օտարերկրյա մամուլի միջոցներին բան, որը իրականությանը չի համապատասխանում։ Եվ հայտարարում է մեր երկիրը։ Աշխարհի բոլորը, այն վաղ ասում են, քանի որ քո տեսանյութը նայել է 2000 մարդ, ուրեմն դա հանրային է, ինձ մեղադրում է սուտ մատնություն անելու, երբ որ ասել եմ ճշմարտություն։ Հիմա այս կենթանին, երկոտանի, կարող ենք 4 կոտանի է, բայց երկոտանին հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանը դուրս ուրեմն բանով լրագրողին հարցազրույց է տալիս եւ հայտարարում է հարգելի դատախազություն, հարգելի քննչական կոմիտե։ Հիմա եթե ես հատած ապրիորի հայտարարեմ, որ մեր կառավարությունում ամենակիչը 7 նախարար վարչապետի հետ միասին մանկապիղծ են, դուք անմիջապես քրեական գործ կհարուցեք։ Միանգամից կգան ձեր հետևից։ Բախի չեն գնում դրա հետևից։ Հիմա ինչի չեն գնում այդ նույն մարմինները Ալեն Սիմոնյանի հետևից։ Ասեմ, շատ զզվելի է։ Չեն ուզում մոտենան։ Կապ չունի։ Նույնիսկ եմ կրկնում։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում տենց հայտարարություն ունեմ կառավարության, որտեղ ոչ մեկի դեմ հարուցված չի տենց քրեական բան մեղադրանք, ոչ մեկը այդ մեղադրանքով չի դատապարտվել եւ այդ մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա։ Բայց ինքը սա հայտարարել է որպես փաստ է ներկայացրել։ Որպես փաստ է ներկայացրել, որպեսզի վարկաբեկի հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Դու նաեւ Հիմա այդ մարդու հանրապետությունն է դա վարկաբեկի։ Այդ մարդու նկատմամբ ինչի չեն սկսում Քիչի հարուցում վարույթ, կան չեն ասեն այդ որ 4-5 մանկապիղծներ, որտեղ մանկապղծության հետ կապված հոդված կա։ Եթե դու մանկապղծության մեջ մեղադրում ես մեկին եւ ունես փաստեր, քրեական գործ կի հարուցում։ Բայց մի բան ասեմ, օրինակ ես չեմ զարմանա, եթե օրինակ այսօր երեկոյան լսենք, որ 5 հոգևորական ձերբակալվել է։ Ինչի համար, որովհետև մեղադրվում է մանկապղծության մեջ։ Բայց Ալեն Սիմոնյանին չեն կանչի, որպեսզի բացատրություն տա։ Ամենաառաջի քայլը, նորից եմ ասում, շատ չկրկնվեմ, այս Ալի Սեմինին ես դրան որպես թրքահպատակ անձնավորություն տենց եմ դիմում, Ալի Սեմինին բանը պետքա կանչեն ամենաառաջի քայլը հարցաքննության որպես վկա, որովհետև դա հանցագործության մասին հաղորդում է։ Լավ, անցնենք մյուս այսօր կենթանաբանության դասը։ Կենթանաբանության դասը վերջում, պարոն Պետրոսյան, որովհետև ես շատ կարևոր հարց ունեմ ձեզ, ինձ որպես քաղաքացի հետաքրքիր է եւ կարծում եմ շատերին, ընտրությունները 2026 թվականի հունիսի 7-ին արդեն նշանակված է։ Տարբեր քաղաքական ուժեր, դաշինքներ ցանկանում են մասնակցել։ Մենք արդեն տեսնում ենք, որ ինչ որ դաշինքներ են ձևավորվում, մասնակցում են ընտրություններին, ցանկություն ունեն մասնակցելու նաև մարդ կուսակցություններ։ Փաշինյանի թիմը բնականաբար իշխող կառավարության ներկայացուցիչները եւս բնականաբար մասնակցելու են ընդդիմադիր գործիչներ։ Հիմա փորձենք հասկանալ շանսերը։ Ես կուզեմ խոսենք մեր ընդդիմադիր գործիչներ։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին անդրադարձանք։
մասնակցելու, եթե չեմ սխալվում, նաև Հայաստան դաշինքը, ինչպես հասկացա, առանձին կոալիցիա չի կազմելու, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նշում է երրորդ նախագահը պարբերաբար, որ մենք դեռևս որոշում չունենք։ Հիմա ինչ շանսեր ունի ընդդիմությունը հաղթելու Նիկոլ Փաշինյանին։ Լուսինե ջան, ես առիթելի ունեցել եմ ասելու, հիմա էլ վերահաստատում եմ իմ ասածը, կարծում եմ պարոն Իսագուլյանը կհամաձայնի, մի շանս կա ընդդիմադիր ուժերի համախմբում, որը այսօր չկա։ Ես դրա համար ասում եմ, ընդ ամեն մեկը հեգեմոնի դեր է ուզում տանի։ Ուզում է ցույց տա, որ առաջինը ինքն է, ամենավստահելին ինքն է։ Չի լինելու տես բան, եթե համախմբում չեղավ, Նիկոլ Փաշինը հաղթելու է էլի։ Էս է խնդիրը։ Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, իրավագիտության մեջ գոյություն ունի գերակա շահ հասկացությունը։ Այսօր գերակա շահը այս երկիրը կործանման տանող ուժից փրկելն է։ Հիմա այդ ընթացքում բնական է, իրանց մեջ կարող է նախկինից ինչ որ հակասություններ բաներ կան, պետք է աչք փակել այդ հակասությունների վրա։ Եվ հիմք ընդունելով գերակա շահը միավորվել։ Եթե միավորում չեղավ, ոչ մեկն էլ չի կարողանալու հաջողության հասնել։ Էս է ամբողջ խնդիրը։ Հիմա թող գնան մտածեն։ Իսկ եթե Նիկոլ Փաշինը մասնակցելով ընդդիմադիր գործիչները հաջողության չեն հասնում։ Մանավանդ իրար վնասելով, իրար վիրավորելով, վարկաբեկելով, էս է լուծումը։ Իսկ եթե Նիկոլ Փաշինը վերարտադրվեց, բոլոր ընդդիմադիրները դատվելու են, կտենաք։ Նա վրեժխնդիր գյադա է։ Հեսա մի հատ հապավում եմ իր մասին բան արել, կասեմ։ Շատ լավ։ Անաբես սպասում եք ձեր հավաստումից։ Ուրեմն այս բանը, էլի են անթարաշ մեկը կա, Ռուբեն Ռուբինյան։ Հələ սրա ասած է նայեք։ Սփյուռքահայեր, ձեր ցավը տանը, մի հատ խնդրում եմ ուշադիր եղեք, այս ապիկար երկոտանու հայտարարությանը։ Ասմա Սփյուռքահայերին ասում, եթե դուք հպարտ էիք, որ հայ եք, ինչի եք արտագաղթել Հայաստանից։ Արա ձեր ստեղծած պետության պատճառով են արտագաղթել, այդ ումից է պատասխան պահանջում։ Բա երկիրը 300,000 աշխատատեղ ենք ստեղծել, իբր։ Ստի Երնանից եմ, են բանն ասում, են միստր Ուժեսը։ Արսեն Թորոսյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Արսեն Թորոսյանը, միստր Ուժեսը, որ նայում ես վախից ինֆարկտ արեցելու։ Այդ տղա, հələ մի հատ ես հեսա գրավոր հարցում եմ անելու, որպես փաստաբան, պարոն Իսագուլյան։ Տրամադրեն այդ 300,000 աշխատատեղերի գործատուների անվանումները եւ աշխատատեղի պաշտոնների անվանումները։ Հələ տենանք այդ որ դեն ստեղծել, դուք հավատում եք որ 300,000 Նիկոլա օրը մի քանի մարդ գործից հանում է անձնական նկատառումներով։ Դասախոսներին են աշխատանքից ազատում։ Իսկ Հրայր Թովմասյանի դատավճիռը ուժի մեջ մտավ օրինակար, այսօրվանից իրան արդեն Սահմանադրական դատարանի որպես դատավոր կդադարեցնեն իր լիազորությունը։ Հələ տալիս եմ ինի այլանդակ ինքնախոստովանությունը։ Ասում է թոշակ բարձրացնողները պետք է նորմալ շոր հագնեն։ Հələ սրա հիմնավորում էլի։ Այսինքն ինքը դրանով մատնում է որ ինքը նորմալ շոր չի հակել վախտին։ Հիմա դրա համար պետք է նորմալ շոր հակնի, որ թոշակ բարձրացնի։ Ասենք սենց անգարագիտություն։ Նորմալ շոր ասելով ներքնաշորել է հակնում, օրինակ իրա ներքնաշորելը տրուսիկ մայկա։ Ես շատ իմանում եմ։ Մանակում դե անտրուսիկ են եղել, չէ՞։ Հա, այն Ալեքսանյան Վահագը։ Հիմա գոնե հակնում է, դավանում է։ Ես չի մանամ։ Ալեն Սիմոնյանը տրուսիկ հակնում է, թե չէ։ Ասած մեզ այդ մանրամասները հետ։ Դրանք բանակում խոստովանում են, որ չեն ունեցել։ Հա, էլ այդ նույնը երկոտանին, Ալի Սեմինը։ Ալի Սեմին հապավում է։ Չէ, Ալի Սեմին։ Ես իրան թուրքական բանով եմ դիմում, էլի, որովհետև ինքը թրքահպատական։ Ես գիտեմ, հապավում է։ Դատիկը տակ, ասի։ Չի կարա դատի, դա վիրավորանք չկա։ Կարծում եմ պարոն Պետրոսյանի ցանկությունն է վիրավորանքի դոթ բախտը փորձելը դատի տա տենամեն ինձի կարա դատի տա հələ թո փորձ վիրավորանքի էլեմենտները սահմանված են օրենքով ձեր ուսանողն է եղել չէ հա ոչ բարո քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ հոդվածն է դե գրած է որնա վիրավորանք որնա զրպարտություն
պայմանները նշված են։ Հիմա ինչ ասում է Սալի Սեմինը, մի երկ կա, կաթողիկոսը պետք է գնա։ Ահա, ասենք այ տղա դու քու ինչ գործնա, կաթողիկոսը կգնա, կմնա, դու ազգային, դուք տեսել եք Փաշազադեից հանձնարարություն ունեն, որպես իշխանություն։ Իսագուլյան ջան, դուք տեսել եք, որ Ալի Սեմինը, այսինքն նույն Ալեն Սիմոնյանը, մի հատ օրինագիծ ներկայացնի ազգային ժողովում։ Չէ՞ որ ինքը օրենսդիր մարմնի անդամ է, չէ՞, նախագահ է։ Դուք տեսել եք նա մի հատ օրենքի անուն տա, մի հատ թողես հելի լռություն դալիճում։ Դրա համար միլիոնների աշխատավարձ ստանում այդ երկու բառի համար։ Նա որևէ օրենսդիր գործունեությամբ չի զբաղվում։ Այս բանը միստր Ուժեսը ինչ ասում, ասում է աղքատության դեմ պայքարում ճիշտ ձևը աշխատանքն է։ Իրանք մարդկանց քաղաքական նկատառումներից ելնելով Լուսինե ջան, հանում են գործից գցում են դուրս, հետո ասում են բան աղքատ չլինելը աշխատելու միջոցով կտինի։ Արա բախեք մարդկանց աշխատանքից ձերքում։ Ես որ չնայած չունեմ այդպիսի նպատակ, բայց եթե հանգարց ինչ որ հանգամանքներում հայտնվեմ ազգային ժողովում, ես պետք է ներկայացնեմ այդպիսի նախաձեռնություն օրենսդրական աշխատանքից ակնհայտ անօրինական ազատման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Մեր նախկին քրեական օրենսգրքի 137 հոդվածն էր, հիմա չկա այդ հոդվածը այս գործողում։ Նախկին քրեական օրենսգրքի 137 հոդվածն էր։ Նման պատասխանատվություն էր նախատեսված ակնհայտ անօրինական ազատման համար, որովհետև հասկանում եք, աշխատանքի իրավունքը դա կյանքի իրավունքին գրեթե հավասար իրավունք է, պարոն Իսագուլյան ջան։ Մարդը պետք է աշխատի, չէ՞ որ ապրի։ Դու մարդուն աշխատանքից զրկում ես, դու անուղղակիորեն նրան զրկում ես ապրելու հնարավորությունից, կյանքի իրավունքից, որի մասին այսօրվա իշխանությունը լրիվ հակառակն է։ Օրինակ քաղաքի փոսերի մասին ինչ կարող են ասել մեր իշխանության ներկայացուցիչները, նույն Տիգրան Ավինյանը, տեսել են քաղաքում ինչ վիճակ է։ Ամեն օր մենք հահազանգ ենք ստանում որպես լրատվամիջոց։ Խայտարակ փոսեր։ Նիկոլի ասֆալտի հետևանքները։ Նայեք, Ժողովուրդ ասում է զաթո ասֆալտ է անում Նիկոլը։ Ես այդ ասֆալտն էլ տեսանք։ Ես ճիշտ ասում եմ, ինչ մտածում եմ ասեմ իմ սովորության։ Ինչպես միշտ։ Իմ համար ես որպես քաղաքապետ ընդունում եմ Մարգարյան Տարոնին, որ իր օրոք քաղաքը ծաղկում էր։ Էս ի՞նչ է կատարվում։ Այս ջրափոսերը, որ մասով քաղաքի երթևեկում ես, կիլոմետրանոց հերթեր է կանգնած։ Տարոն Մարգարյանի վաղցես բան է եղել։ Ոչ մեկ սուրբ չի սկսած ինձնից, բայց պետք է գնահատել մարդկանց արածը։ Տիգրան Ավինյանն ուր, քաղաքապետարանի ղեկավարումն ուր։ Այսօր լրիվ խայտարակ վիճակ է քաղաքում։ 5 կիլոմետր գնալու համար 40 րոպե ճանապարհ ես անցնում, որովհետև սա քանդած, փլած այդ ասֆալտները, փոսերը, մարդաբոյ փոսեր են։ Մինչև ավտոյով անցնում են, շատերի ավտոները վնասվում են, բանը ծախսեր են պատճառում մարդկանց, ոչ մեկ չի հատուցում։ Տիգրան, ինչ էր դա, Տիգրան Ավինյան։ Դու հատուցում ես այդ վնասները քաղաքացիների, որ համայնքային բյուջեի, Երևանի համայնքի բյուջեի հաշվին այդքան փող է ստանում ու քո այդ քրչա աշխատակազմի շատ անդամներ, որ մեկը դա հատուցում վարորդների կրած վնասները, ոչ մեկը։ Հիմա տեսեք մենք Երևանում ենք ապրում, Երևանում է իսկ մարզերում ինչ կլինի այս հարցը։ Կներեք, մենք մեր ազգը մեծ թերություն ունի։ Մենք մեր իրավունքներից օգտվելու մշակույթ չունենք։ Հիմա ուրիշ երկրում սես բանել էր, տվել էին դատի վնասների փոխհատուցում էին ստացել։ Այս մեր քաղաքացիները իրենց իրավունքներից չեն օգտվում։ Պարոն Իսագուլյան, դուք էլ որպես վարորդ կարծում եմ այդ խնդրին շատ եք։ Ես ամեն օր եմ տուժում իրանց պատճառով, այսօրվա իշխանությունների։ Մեր ժողովուրդը չգիտեմ էլի, այդ ասֆալտակերեր դարձել, ասֆալտասերեր դարձել, իբր թե Նիկոլը ամենտեղ ասֆալտ է անում։ Հիմա եկեք վայելեք ձեր այդ ասֆալտները։ Փողոցներ կա, որ այս 8 տարվա մեջ 18 անգամ ամբողջությամբ իբր վերանորոգել են։ Բնականաբար փող են դուրս գրեք գերե, չէ՞։ Նիկոլն էլ ասում էր, մենք որոշ մի տեղ առած փող, իրանց փողերով բան, այդ ստում է բացարձակ սուտը կեղծիք է։ Էլի Ալեն Սիմոնյանի աղբերն է, չէ՞, ասֆալտանողը ինչքան։ Հա, ոնց։ Կարծեմ ասում են տենդերը ինքն է շահում ինքն է շահում շատ հաճախ։ Հիմա թողալ այդ ասֆալտը ուտեն։ Նիկոլը, Ալենը, մյուսները ուտեն։ Կտեսնեն, որ իրանց ասֆալտը արած, ասֆալտ չի։ Ուրիշ, հիմա տեսեք, վերջերս Ռուսաստանի Դաշնությունն է
Այնտեղ ասֆալտ է անում, էլ օրինակ էլ մեծ մաս հայերն են անում։ Մարդը այդ հիմնարկի հետ պայմանագիր է կնքում։ Րոպեն մեկ էլ գալիս ստուգում են։ 50 տարի մինիմումն է, էլ պատկերացրեք Ռուսաստանի պարագայում, ասում է աղ ենք ցանել, քայքայվել է։ Թող այստեղ ասես ստի մերը թե դուք աղ եք արել, արա։ Դուք աղը գուտեք, կծախեք, աղ չեք անի։ Ասեցի Իսագոլյան, մի հատ բան պատմեմ։ Մի հատ մեր կողքի պատժեստը նիկոլական աղջիկ կա, այդ աղը որ ասիկ հիշեցի։ Բանա։ Մտնում եմ խանութ, մեկ էլ էսի հեռախոսականջին դրած, բանա, բարձր ցուցադրաբար, աղջի ասма, այսօր աղի բլիթ կերա մարդ չեմ տեսել։ Այ ուզեց ասեմ աղջի, դու աղի հանգնեմ որ կուլ տաս։ Ու հետևից մարդ չի գալու քեզ ուզելու։ Նա ցածր սես տամբուշկա։ Աղի կերա, աղի բլիթ կերա, տաղա չեկա վերազիս։ Ասեմ ուզում ասեի աղջի դու աղի հանքա որ կուլ էլ տաս, քո հետևից տաղա չի գալու։ Գնա ուրիշ զելի քո հարցերը լուծի։ Հիմա թող այդ ասֆալտը գար այդ փոսը խայտարակի առաջ էլի ասենք էլի փոսելնում է։ Հալում էր, բայց ոչ սեն։ Արա, ձեր ժամանակվա փոյտի չեք արել, դի չեք անում որ փոսերը 1 մետր, 2 մետրանոց։ Ավտոներ են ընկնում այդ փոսերի մեջ։ Ջարդուխուր դնալու։ Հիմա անձնապես ամեն մարդ իր բանը հարցը չբարձրացնի, ես որ ուզենայի այդ ձեր ասացի նման դատարան տալ, ձեր իրավունքները պաշտպանել։ Այս տարի 3 անգամ իրանց պատճառով այդ փոսերի ու իրանց էշությունների տենց ասեմ, իմ մեքենան շարքից դուրս է եկել։ Հենց հիմա էլ մեքենաս կանգնած է վերանորոգում։ Շատ իզուր էլ դատի չեք տալիս։ Հիմա գիտեք, ախր այդ բային մտածում ես, արա այսինքն Նիկոլին, որ այս ժողովրդի մեծագույն թշնամին է, որ սպանել է 5000-ից ավել երեխա, որ հայրաքելական Սուրբ եկեղեցին է կործանում, հայրենիքս է ծախել։ Հիմա սրան ես դիմեմ, ասեմ, եկեք գիտեք, դուք ինձ վնաս եք տվեին, վնասը վերականգնեք։ Դե համենայն դեպս օրենսդրական ճանապարհը դա է, դատարանով։ Իսկ ինչ մնում են դիմությանը։ Ես պարոն Պետրոսյանի հետ, Գևորգի հետ լրիվ 100%-ով համաձայն եմ։ Մեր ընդդիմությունը պարտավոր էր միավորվելու։ Ցավոք սրտի դա տեղի չի ունենում։ Օրինակ ես հիմա անկեղծ եմ ասում, մտածում եմ, որ ում հետ է, որ ես ունեմ շատ վատ հարաբերություններ։ Ես թշնամիներ չունեմ Հայաստանում։ Որևէ հայ իմ թշնամին չի։ Բայց օրինակ հիմա մտածում եմ, ում հետ է որ ամենավատ հարաբերությունները ունեմ, ում հետ է որ գաղափարական, բայց ինքը հայտարարում է, որ ինքը Նիկոլին դեմ է եւ պետք է գնա ու քվեարկի Նիկոլին դեմ։ Բայց ամեն ինչ պիտի անի, որ իշխանությունից զրկեն այս թշնամիներին հայ ժողովրդի։ Ես որոշել եմ, որ պիտի նայեմ, ում հետ եմ դատվում, ում հետ խաղայցերով դատվում եմ, ում հետ ընդհանրապես իր ասածների հետ համաձայն չեմ, ես ուզում եմ գնալ ազգային անվտանգություն կուսակցությամբ դրանց հետ կոալիցիա կազմել, գնալ ընտրությունների ցույց տալով որ արա, ես տեսեք ում հետ է որ համագործակցում եմ։ Դուք ասեք առաջի, երկրորդ, երրորդ նախագահ, ինչ ունեք իրար հետ կիսելու։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, ինչ ունեք իրար հետ կիսելու։ Համատեղեք ձեր ուժերը։ Համատեղեք, միասին պայքարեք։ Այո։ Հիմա եթե տեսնում ես իրանք չեն անում, իրանք էլ ներողություն եմ խնդրում իհարկե մեծամտանում են, որ իրանք են մենակ, իրանք էլ որոշում են թե ով պետք է լինի, հարցը այն չի, որ դու ուզում ես ցուցակում լինել, չես ուզում ցուցակ։ Չէ, ամենևին դա չի խնդիրը։ Բայց եթե որ տեսնում ես, որ մարդիկ են ովքեր քաղաքականություն դեռ հասկանան դա ինչ բան է, քաղաքացիության այբուբենը դեռ սովորեն, հանկարծ ուզում են դոկտորական դիսերտացիա գրեն, չի լինելու։ Ես մինչև հիմա այբուբենը հələ կարողանալ սովորել։ Ես մինչև հիմա քաղաքականություն ուզում եմ հասկանալ սա ինչ բան է։ Օրինակ բաներ կա քաղաքականության մեջ, որ ընկերոջ վրա թքած ունենա, կարաս նույնիսկ ծնողների դիակի վրով անցնես, աղբորը դիակի վրով անցնես, հարազատի դիակի վրով անցնես, որ ինչ որ քաղաքական ես չեմ նախադեպը ես ոչ միայն ես նախադեպ ունեմ, ես կյանքում ապրել եմ այդ ամեն ինչը, տեսել եմ։ Ոնց է մարդիկ ում կյանքերն եմ ես փրկել է կյանքը։ Հետո բան այդ ամեն ինչի վրայից անցել, թշնամություն արել, ասեք 5 հատ հանցագործ են եղել, ես բարդ եմ եղել, որ ցավոք սրտի չիմանալով որ դրանք հանցագործներ են, այդ հանցագործներին փրկել են։ Հետո այս ինչ հանցագործները միացել են իրար, քո դեմ որտեվ իրանք ներքևի շարքերին բան ունեն ասելու։ Հասկանում եք, այդ կարգի երևույթներ են արկա։ Դրա համար իմ ասում եմ ախպեր, ես պատրաստ եմ այդ ամեն ինչը մոռանալու։
ինչի դուք պատրաստ չեք մոռանալու եւ միասնաբար գնալու այս թշնամիների դեմ։ Պարոն Իսագուլյան, ես ինչպես հասկացա, այսպես դու ձեր կուսակցությունը բաց է, հա, համագործակցության կոալիցիա կազմել։ Ես տեսեք, ֆինանսական հնարավորություն չէ, հիմա այս կայքը չենք կարողանում պահել։ Դրա համար ես կյանքում դեմ էի, որ մենք հանկարծ որևէ մեկին, բայց հիմա երբ որ տեսնում ես, որ ուղղակի չես կարող պահել կայքը, նոր հաշվի համար եւ այլը դնում ենք, հիմա եթե իմ կուսակցությունը մի քիչ ֆինանսավորում ունենար, դե գիտեք, այն ինչ որ ուրիշները նոր պետք է սովորեն։ Երբ որ Իգոր Մուրադյանի հետ հայ-եվրոպական դաշնակցությունը երբ որ որոշեց, որ ինքը Ոչեմ, այն մարդիկ ովքեր որոշեցին, որ իրանք չեն մեղավոր են մանգալի, Աստված իրանց հետ։ Ես Իգոր Մուրադյանը, Հրանտ Խաչատրյանը, միասին Լևոն Անդրեսյանը ստեղծեցինք, տեսեք, մենք 98 թվականին հասկանում ենք, որ երկրի հիմնական խնդիրը անվտանգությունն է, ազգային անվտանգությունը։ Պատահական չէր, որ կուսակցության անունն էր դրեցինք ազգային անվտանգություն։ Եվ ունեցանք մինչև 3117 կարտատեկայով, մեր մոտ ամեն ինչը Լևոն Անդրեսյանը շատ լավ այդ կազմակերպական բաները հարցերով։ Հա, սկզբից գրասենյակն է, պետությունը այն ժամանակ օժանդակում էր, գրասենյակ էր տալի Կորյունի վրա է, որտեղ են կուսակցություններին տեղել է, բայց հետո պարզվեց, որ չպետք է վարձավճար մեկ էլ չկարողացանք անել։ Այո, գնաց մարդկանց, ովքեր նախկին ազգային անվտանգության ծառայության աշխատակից են եղել, ոստիկանության աշխատակիցներ են եղել, հատուկ ծառայություններում են եղել, որոնք ընտանիք մի կերպ պահում են, դրանց ասես անդամավճար տվեք, դա էլ ազնիվ չէր լինի։ Այսինքն ստեղծվել է մի հատ ազնիվ վաքուր, եթե որևէ մեկ աշխարհում կա, որ կարա Իգոր Մուրադյան, Հրանտ Խաչատրյան, Լևոն Անդրեսյան, Գառնիկ Իսագուլյան, որևէ բանում մեղադրի, բացառվում է։ Ես ցանկացածին կարամ, ցանկացածին առանց բացառության։ Իրանք մեղադրում են։ Այնա, ինչ ասում Խաչատուր Սուքիասյանը։ Ասմա։ Բայց պարոն Պետրոսյան, ես ձեզ հարց ունեմ, ներողություն։ Դուք հաճախ ասում եք, որ չեք ուզում լինել որևէ քաղաքական պաշտոնում, բայց մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել որևէ քաղաքական։ Դրա համար եմ ասում, հիմա ես ընդհանրեն Պետրոսյան Գևորգը էլի տրամադրված, որովհետև ձեր նման մասնագետի կարիքը վստահաբար ունի։ Ասա, Լուսինե ջան, դրա համար միջոցներ են պետք։ Եվ որ ես Հայաստանում ասում եմ ինտելեկտը մի տեղ է, ֆինանսը ուրիշ տեղ, միջոցներն ուրիշ տեղ, եւ սրանք իրար հետ չեն ցավոք սրտի եզրերը չունեն շփման։ Բայց ինչ է որ այդքան կռիվ եմ անում, շատերն էլ լեղանում են, օրինակ մեծ օլիգարխներից։ Մարդիկ կան ովքեր արա թալանի վրա միլիարդատեր են դարձել։ Առաջ հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր էին, ամեն միջոցառման մասնակցում էին, իբրև եկեղեցիներ էին կառուցում։ Այսօր վեհապար հայրապետին հայ եկեղեցուն հալածում են։ Այդ մարդիկ մի հատ ծպտուն հանել են։ Մի հատ ծպտուն հանել են, քակել են տակները նստել են իրանց քակերի վրա, հանկարծ էլ որ եթում ես, նախորդ ասուս զգուշացնեն, չգաս, աղբեր Նիկոլը, որ տենա դու մեր հետ շփվում ես, մեզ կարող է կալանավորել։ Հիմա այդ ձերի քակլանները դարձել են միլիարդատեր, ես ինչ մեղք չունեմ։ Պարոն Իսագուլյան, մի բան ասեմ, դուք ինձնից տարիքով մեծ եք, իմ ավագ ընկերն եք, ես երիտասարդ տարիքում մտածում էի, որ դուխը փողի հետ կապ ունի, այսինքն փող ունեցողն է դուխով, ես հիմա հասկացա, որ փողը դուխի հետ կապ չունի, մարդ կա, որ փող չունի, բայց դուխով մարդ է, մարդ էլ կա փող ունի, այդ ինչպես Իսագուլյան ասեց, քակլանա։ Բայց դուք պատասխանեք իմ հարցին խնդրեմ։ Որ հարցին։ Քաղաքական դաշտում մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել, բայց դուք չեք ուզում։ Լուսինե ջան, ասեմ, ես կյանքում ոչ մի բան ինքնանպատակ չեմ արել։ Հիմա ինձ պետք չի, որ ես ընդհանրեն եմ, ես երիտասարդ տարիներին բոլոր պաշտոններն ես զբաղացրել եմ։ Իմաստ չունի, ես չեմ տեսնում, որ այս վիճակում գնամ ես իմ աշխատուժը վատնեմ այնտեղ։ Գնամ ինչ անեմ այնտեղ։ Անգարագետներին մի երկու օքեյ իրանց լավ չպային, քաշեմ գցեմ, քացուտակ, եկա խայտարակալնեք բրծնի հետա։ Ինչ է ինքնախոստովանական բան, Խաչատուր Սուքիասյանը, ասում է, ովքեր որ խուսափել են բանակից, պետքա իրավունք չունենան պետական պաշտոն զբաղեցնելու։ Բա Նիկոլ Փաշին ինչ գործ ունի։ Հա? Կասինավորինական է ազատվել։ Բայց ոչ մի Փաշինյանը իրանք սա գժի թղթով են ազատվել։ Անմեղսունակության հիմքը, հա։ Բան, ասենք կարող է պարզել փորլուծը անդադ չի կարող տա բանը պահի քաղաքը փորի մեջ։
կներեք այսօր մի քիչ ջղայնացած է որ նայում ես այս վիճակները։ Հա, մեկը շռաներ, բանակից ազատվում է, տակը չի կարողանում պայելի, չի շիկի անում։ Հիմա իրանք բոլորը որ նայես ովքեր ազատված են, այդ հիմունքներով են ազատված բանից, բանակից։ Հենց Նիկոլի Բայց կարասի օրինական է։ Ախպեր հայ տակս միզով եմ։ Հա, բայց ասում եմ որ խուսափելը այնա որ ուրեմն ինքը պետք է բերի ներկայացնի ապացույցներ, հոտած ասելով չի։ Ինչքան որտե տանես քնցնես, դոշակի վրա ճիշիկ կամ կեղտոտում են, ի՞նչ։ Այո, մենք բանակում տղա ունեինք, որ ախպեր ենքանը տեն շատ օյա զարթում էր ու դաժե տղեկին, որ ինքը չեր ունենում, խտրում էր, ասում էր եկեք ճիշիկ արեք տեղերից մեջ։ Իհարկե դա սովետական բանակ էր, որպեսզի առավոտը գաստուկ էր, մի երկու ամիսը տեց զզվում ազատում էին բանակից։ Պարոն առաջարկում եմ այդ պատմությունները եթերով չպատմեք, եթերից հետո։ Այս Ալի Սեմինի հերթական խայտարակ հայտարարություն Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան Հայաստան։ Այդ մարդիկ գերիներին նկատի ունի։ Փորձելու ենք լուծում գտնել, խնդրում եմ ուշադիր եղեք։ Ալիևն ասաց, որ ներողություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի վերադառնալու Հայաստան, դա իրենց ներքին գործն է, նրանք հանցագործներ են ռազմական, դրա համար թող այդպիսի Ինչ ասել։ Որ ռազմական հանցագործներ են եւ չեն վերադառնալու Հայաստան, ինչի մասին։ Ով է ասել։ Ալիև ասել։ Ալիևն ասել է, դա մեր երկրի ներքին խնդիրն է, իսկ մեր հայկական կողմից որևէ արձագանք չի եղել։ Հիմա այն մի հատ անթարաշը կա, Արտուր Հովհաննիսյան։ Մանդատակիր, դες դրանց լեզուական չկտրող Հա, լեզու ականջ կտրելու սպառնալիք հնչեցում, որ առ այսօր անպատիժ է։ Հիմա եթե ես ու Իսագուլյանը հելենք բեկին հրապարակային այդ ազգային ժողովի հանձնաժողովի նիստն է, դե on-line նայում ամբողջ աշխարհը։ Ասաց ականջները կկտրենք, լեզուները կփոկենք։ Ուրա քրեական հետապնդում է այդ երկոտանու նկատմամբ։ Բախի չկա։ Այսինքն թքած ունեն սահմանադրության։ Այդտեղ է Նիկոլին վաղուց դի տարածել։ Այո, թքած ունեն սահմանադրության 28 հոդվածի վրա, որը հրճակում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Ոչ Հայաստանում օրենքի առաջ ոչ մեկ էլ հավասար չի։ Ոչ մեկ մեր նման ընդդիմադիր մարդիկ հատկապես հավասար չեն օրենքի առաջ։ Ասեմ այն գործողությունները, որ իրենք են անում։ Նիկոլային օրը հելավ ասեց ոտերներդ կջարդեմ։ Ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից։ Դա սպառնալիք չէ։ Բա ի՞նչ է։ Բա ուր է այսօր իր նկատմամբ քրեական հետապնդումը։ Չկա։ Ուրեմն այդ երկոտանին ինչ ասում։ Եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը։ Ով է ասել։ Էսի։ Հա, Արտուր Հովհաննիսյան կոչեցյալը։ Եկեղեցիները պետք է պատկանեն պետությանը։ Ասենք եկեղեցին ո՞ս կարա այդ տաղը հայ անգրագետ։ Սահմանադրությունը թքած է։ Սահմանադրության 17-րդ հոդվածի երկրորդ մասը դու չես կարդացել, որտեղ ասում է, որ պետությունը անջատ է կրոնական կազմակերպություններից։ Դու ես ինչ ես խոսում, արա դու լինելով մանդատակիր, մանդատ կրող, փալանակիր է ինքը, փալանակիր։ Միլիոնների աշխատավարձ ստացող, պարգևատրում, դու գետինը չես մտնում, ես ինչ անգարագետ։ Սա ինչ գործ ունի պետական ապարատը։ Այս ամբողջ ողբերգությունը որն էր, երբ որ ժողովուրդը 18 թվականին, հա, այլոց դրդմամբ գունավոր հեղափոխությունների սխեմայով լցրեց հրապարակ, երբ որ իրան բացատրում էր, որ արա քաղաքականությունը դա հանակ մասխարություն չի, որ նստեց ընդ ինչ ուզի, հետո կարա երկիր ղեկավարի։ Ցավոք սրտի մեր ժողովրդին դա հնարավոր չեղավ։ Հիմա էլ հնարավոր չի շատ-շատերին ջահելները, որ մեյդան են դուրս գալի, չես կարողանում բացատրել։ Որ տղա ջան, այն ինչ որ դուք ասում եք, դուք դաժե չեք հասկանում ինչից եք խոսում, ոնց եք խոսում։ Ահա, այս մարդը, այս երկոտանին, միստր Ուժասը։ Այդ ով է։ Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանը։ Ադրբեջանի Հանրապետությունում ու ունդ փագագծերի մեջ էլ գրում է Ղարաբաղում։ Այսինքն ինքը տակտիկա է, էլի, բան, ոչ եմ, տրյուկ անում, էլի։ Գերիների որ Ադրբեջանի մաս է Ղարաբաղը։ Բանը բնակվող 10 հայեր տեղափոխվել են Հայաստան։ Արա, հայը չհամաձայն չէ, որ տեղափոխես։ Գոնե ասա ուղարկվել են։ Տեղափոխվելը որն է։ Վեշա, ինչ հայ անգրագետ։ Եվ այս մարդ կամ դու ինչ կապ ունես այդ հարցի հետ։
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ինչ կապ ունի Դրան ռազմագերիների պետք է ասել, այ էշը վիրավորանք չի, չէ։ ես հապավումը կասեմ Հա, հա էլեկտրական շոկեր։ Որ մարդուն Հա։ Բա որ քո շեֆը գոռում էր Արցախը Հայաստան է ու վեր։ ու վերջ Բա մի հատ անդրադարձի ասա, որ իմ շեֆը էշություն էր դուս տալի։ Դա վիրավորանք է, պարոն Պետրոսյան։ Հիշություն չէ Պարոն Պետրոսյան, այստեղ ասում են մենք հապավումներ չունենք, Ունենք, եթե ունենք։ ունենք հապավում ներկայացնենք մեր հանրությանը։ Դա մի անգամից անցնեմ հապավումին Հա, շատ լավ, ուզում եք հապավումը որտեղ ժամանակի Հապավումը ներկայացրեք, գիտեմ, որ թեմաներ եք չէ, ժամանակ ունենք, հանդի։ Ժամանակ ունենք, բայց պարոն Պետրոսյանը միշտ թեմա է առանձնացնում եւ այդպես անդրադառնում է տարբեր թեմաների, բայց այսօր քան սպասում ենք։ հապավում կա որ մեկն ասեմ Մոզի Նիկոլ Մոզի դա վիրավորանք չի որ ասենք ասեմ Եղնիկ Այդ նույն եզն է մոզին։ ջահել կովա Ջահել ո՞ց է։ Որցա կովա ինչա չգիտեմ Կովը երինջն է կամ կովը։ Իսկ բանը եզը այդ նաև մոզին էլ։ Հա մարդ լինեիր գոնե մի քիչ որ հարգեին գոնե մի քիչ զազրելի ես դու ահագին ինչ էլ անես էլ չունես գին մոզի Իսկ ակրոստիկոս ես գրում։ Հա ակրոստիկոս եմ գրում ես մեկ էլ Նասկի Նիկոլ Նազովյալ ապիկար Սրբակորցան կապիտուլյանտ իշխանավոր Ոչ մի բառը ապացուցման անհրաժեշտություն չունի Կրկնում եմ Նազովյալ ապիկարը որտեղ ինքը ոչ մի բան չի կարող անես երկրի համար մենակ եթե թրև գա ստենդը սպիդոմետր լրացնի իր կողակցի հետ Սրբակորցանը որտեղ եկեղեցու դեմ պայքարը դա սրբության դեմ պայքար է կապիտուլյան դեպի վիճելու բան չի եւ իշխանավոր դեպի պարզա Հիմա անդրադարձեք ձեր թեմաներին, պարոն Պետրոսյան, ես միշտ գիտեք ժամանակ եմ տրամադրում, որպեսզի ձեր առանձնացրած Էս բանը միստր ուժասը Իդեպ շատ եք անդրադառնում Հա, իրեն։ ուշքս Ինչո՞վ է էթում է իր պայմանավորված։ Ուշքս Կարող էթում է անունը փոխեք, այդպես չասեք այլևս։ Չէ, նա միստր Շատ ուժասն է, ասում է դա տարածքային կորուստ մենք չենք ունեցել։ Խնդրեմ, հələ սրա խուժանությունը։ Արա դու ամոթ չես անում, միստր ուժաս։ Ոնց է տարածքային կորուստ չենք ունեցել։ Բա ինչ նվաճում ենք ունեցել։ Դե եթե պատերազմ ա եղել կորուստ չենք ունենում, Իսրագոլյան ջան, ուրեմն դի նվաճում ունենանք, չէ՞։ Մի հատ տարածքի անուն ասա, որ Հայաստանը այս 44 օրյա պատերազմի ժամանակ նվաճում ա ունեցել, գրավել ա, չգիտեմ։ Մենք մենակ մինչև հիմա տալիս եք դուք, արա։ Պարոն Պետրոսյան ջան, ախր մենք պետք է կարողանանք հասկանալ, այս մարդը ճիշտ է ասում։ Մենք չենք մի բան, որովհետև հաշվի չենք առնում։ Ով է Նիկոլը, հայ ժողովրդի թշնամին, որը կայացել է Հայաստանում զավթել իշխանությունը։ Ովքեր են նիկոլականները, հայ ժողովրդի թշնամիները, ովքեր կարողացել են Հայաստանում զավթել իշխանությունը։ Եվ քանի որ նրանք Հայաստանում իշխանությունը զավթել են թուրք-ադրբեջանական տանդեմի ուրեմն ֆինանսավորմամբ եւ արևմուտքի օժանդակությամբ, նշանակում է նրանք ում այսպես կոչված մարդիկ են։ Թուրքերի եւ ադրբեջանցիների։ Հիմա Թորոսյանը այդ առումով ճիշտ է ասում, իրանք կորուստ չեն ունեցել։ Իրանք նվաճել են, իրանք հաղթանակ են տարել։ Իրանք Արցախն են նվաճել։ Շնամու կողմն են անցել։ Իրանք չէ, իրանք էս թշնամի են, չեն անցել, իրանք դավաճան չեն։ Սա պիտի տարբերել։ Դավաճանը է, օրինակ, որ մարդը ես ունեցել եմ ընկերներ, շատ բոտիկ ընկերներ, ովքեր իմ հետ ճանապարհ են անցել, հետո դավաճանել են, որտեվ իրանք դավաճան են եղել։ Իրանք մատնություն են արել, իրանք ծախել են մարդկանց, բայց դավաճանել են ու դրանք դավաճան են։ Հիմա իրանք էլի ապրում են, էլի բանը թշնամի չեն ինձ։ Դավաճանել են։ Հուդարել, հուդան թշնամի չէր, ոչան դավաճան էր։ Բայց սրանք դավաճան չեն։ Սրանք իծն է, իրանք թուրքահպատակ են եղել, թուրքա
Պաշտ։ Իրանք հայ չեն համարել իրանց երբեք իծն է։ Ճիշտ ապրել են Հայաստանում, կրել են հայ անձը։ Այս դրանց բանը։ Հետո այս մարդիկ շատերը սրանցից դայի կենսագրություններ այցելել են անպայման Թուրքիա։ Այնտեղ հակինի հետ, այսպես կոչված, հա, ջերմ հարաբերություններ են ունեցել։ Նրանց հետ պլան են մշակել, ոնց Հայաստանում նվաճել իշխանությունը, որտեղ պատերազմով անհնար է, որովհետև չեն կարողանում։ Հայ ժողովուրդը անհնար է հաղթանակի վրա, ուրեմն հարկավոր է Հայաստանում իշխանությունը ներսից վերցնել, այդ իշխանությունը վերցնելուց հետո թշնամիներով կործանել այդ երկիրը, եւ իրանք դա փայլուն անում են։ Այդ Արթուր Հովհաննիսյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, դրանք հայ ժողովրդի հետ ունեն մեկ հարաբերություն՝ թշնամի եւ հայ ժողովուրդ հարաբերություններ։ Հիմա այդ թշնամանքի կներեք պարոն Իսագոլյան ջան, այդ թշնամանքի դրսևորումներից մեկն էլ այնա, որ սրանք այդ ձեր ասած մարդիկ Արթուր Հովհաննիսյան, այս ինչեր է, Արսեն Թորոսյան, այդ միստր Ուժասը։ Գիտեք, Արայք Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն ասում է յուրաքանչյուր ոք պարտավոր է ապահովել հոգտաներ շրջակա բարենպաստ միջավայրի համար։ Արա դուք ձեր դեմքերը նայել եք, որ դուս եք գալի մարդամեջ։ Բայց տեսեք, եք խախտում եք բարենպաստ շրջակա միջավայրի իրավունքը։ Եվ մի բան էլ ձեր թույլտվությամբ ասեմ, Լուսինե ջան։ Տեսեք, այս քանի որ Նիկոլ Փաշինը Ադրբեջանը հպատակ երկոտանի է, մեկ գոնե զանգի իր սիրելի եղբոր Ալիևին ու երկու հարցում անի էլի իրանց կյանքը կարգավորող օրենսդրությունից։ Ադրբեջանի սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ասում է Ադրբեջանի ժողովրդի միասնության վրա է հիմնված Ադրբեջանը։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինը ամեն ինչ անում է ժողովրդին իրարից բաժանելու, թշնամի սարքելու ուղղությամբ։ Նույն այդ Ադրբեջանի սահմանադրության 95 թվականի նոյեմբերի 12-ի սահմանադրությունն է։ 6-րդ հոդված ասում է, որ բանը Ադրբեջանում իշխանության յուրացումը ծանրագույն հանցագործություն է։ Իսկ այսօր ինքը ինչով է զբաղված, իշխանության յուրացումը, մինչև օրս։ Ինչքան ընդդիմադիր կեցվածքով գործիչ կա, գործից հանել են տալիս, չգիտեմ, քրեական վարույթներ են նախաձեռնում ապօրինի։ Ասում եմ, Չարչյանի կաբինետում դուք ինչ գործ ունեք, կարա ուրիշ մարդ չունեիք խոզարկելու։ Կամ օրինակ աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանը խոսում է եկեղեցուց վեհափառից օրինակ դա սահմանադրական կարգի տապալում է, Լուսինե ջան։ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ասում է, չէ, պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձին, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձին իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, ինչի համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա այդ Արայք Հարությունյանը, որին հաճախ նույն անվանում են դդում շատերը, հիմա նա չի կարդացել բնականաբար վարչապետի որոշում կա 2018 թվականի մայիսի 25-ի թիվ 564 որոշումն է, որտեղ 13-րդ կետում 23 ենթակետ մենակ աշխատակազմի ղեկավարի լիազորություններն է սահմանում։ Հիմա Արայք Հարությունյան, լսե այդ տղա, դու կարաս այդ 23 կետերից մի հատ կետ վկայակոչես, որտեղ քեզ իրավունք է վերապահված միջամտել եկեղեցու գործերին։ Այսինքն սա սահմանադրական կարգի դասական տապալում է քրեական օրենսգրքի 420 հոդված 10-ից 15 տարի ազատազրկում։ Գրել են Գևորգ Պետրոսյանը քայլող սահմանադրություն է։ Ինչի նստում էլ է սահմանադրությունը, պարկում քնում էլ է մեկ-մեկ, ինչի մարդու քայլող, մենակ ոչի քայլում։ Հիմա տեսեք, ժամանակին ես զեկուցագիր ունեմ գրած, իմիջիալոց այդ առաջարկությունը ժամանակին արել եմ նաև վեհապար Հայրապետին, ցավում եմ, որ այդ ժամանակ ինձ մեղադրում էին Գառնիկես ինչ, ասում են եկեք Էջմիածին քաղաքը հայտարարենք հայ հոգևոր կենտրոն եւ ինքնավարություն, ինքնուրույնություն տանք, ոնց որ Վատիկանն է։ Դարձնենք քաղաք պետություն, հոգևոր կենտրոն, իր ամեն ինչով, սահմանադրությամբ, իր ներքին այդ բաներով։ Հայաստանի հետ էլ հարաբերությունները երկուսի սահմանադրությամբ էլ կարգավորենք, որ
բան ցավոք սրտի այն ժամանակ իր լավ կառնիկը ասում է արա կգա մի օր միշտ ամենավատը եթե ուներ ջեբումդ լուծումը դրած լավի համար իմիջիալոց դա այդ առաջարկ արել եմ նաև երբ որ ուրեմն Ծաղկաձորում եկեղեցական ժողով էր ես էլ որպես նախագահի անդամության հարցերով խորհրդական մասնակցել եմ այդ առաջարկը որ եկեք Էջմիածնին տակ հատուկ կարգավիճակ Գրչակենք Էջմիածին ես ուզում եի որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կարգավիճակը բարձրանար էլի Վատիկանի նման առանձին պետություն թողենք այդ ամեն մի թեմերը որ ունենք թեմերը որպես իրաներգացիչներ նաև դեսպաններ այդ տերերում հանդես գան Հիմա ես կարծում եմ որ այս հարցը ով էլ գա իշխանության նաև ես այս հարցը նորից կբարձրացնեմ տեսական հələ ամենաբարձր մակարդակում որ Էջմիածինը հրճակվի հայոց հոգևոր կենտրոն ստանա անկախություն Հայաստանն էլ տա իր համաձայնությունը որ այդ տարածքը անկախ պետություն է անկախ միավոր իր բոլոր ուրեմն կառույցներով հանդերձ այնտեղ ճիշտ է կլինի կաթողիկոսը որպես այդ պետության ղեկավար ոնց որ Վատիկանում է Հռոմի Պապը եւ մնացած բոլոր կառույցները ես կարծում եմ որպեսզի մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին գոնե հետագա այս կարգի ոտնձգությունից ազատենք մենք պետք է գնանք վերջի վերջո դրան եթե Հայաստանում իշխանության կան մարդիկ ում համար հայ առաքելական Սուրբ եկեղեցին շատերը կիսեցին ձեր կարծիքը պարոն Իսագուլյան հայ առաքելական Սուրբ եկեղեցին հրճակվի որտեղ այդ դեպքում հաստատ ինքը ոչ իր նկատմամբ ոչ մեկը չի կարող ունենալ ասես վերահսկողություն ինքը ինքնուրույն կտնօրենի այլապես Նիկոլի նման հիվանդ հայ ժողովրդի մեծագույն թշնամի մարդիկ էլի կարող է իշխանության գալ հայ առաքելական Սուրբ եկեղեցին անսասան մնա որտեղ նա է պաշտպանը հայության ընդհանրապես որպես այդպեսի Մենք ավարտում ենք չէ Պարոն Պետրոսյան պարոն Իսագուլյան հիմա 2026 թվականին հունիսի 7-ին մեզ սպասվում են ընտրություններ թե մարտեր առանց կանոնների Մարտեր առանց կանոնների որովհետև Նիկոլ Փաշինը երբեք չի հանձնվելու Ինքը ես էլի եմ ասում, իր գործած մեղքերը արդեն հարուցել են քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածների զայրույթը եւ նա երբեք ինքնակամ հրաժարական չի տալու կամ դա պետքա լինի պարտադրանքի ազդեցություն, չգիտեմ, թե Ռուսաստանից կլինի, որտեղից նա չի տալու հրաժարական։ Նա մինչև վերջ քանդակելու է սա մեր պետականությունը, քանդելու է։ Բայց ես Նիկոլ Փաշինին մի հատ բան ունեմ ասելու ու ես էլ չեմ խոսա։ Երևի թե ավարտում ենք։ Նիկոլ Փաշին, լսի։ Ես իմ համար ստեղծել եմ երջանկության բանաձև։ Որն ինչն է երջանկությունը։ Երջանկությունը տղա ջան, ինձնից 3 տարի փոքր է դրա համար եմ ասում տղա ջան, էլի։ Երջանկությունը դա չափավոր ունեցվածքով անհոգ ապրելու հնարավորությունն է, որը դու չունես։ Դու այսօր արդեն անչափ ունեցվածք ունես, բայց դու ապահով չես։ Դրա վառ ապացույցը այն է, որ դու մի կիլոմետր անցնում ես 30 ջիպի ուղեկցությամբ։ Դրա համար էլ դու երջանիկ չես։ Դու ապահովության զգացում չունես։ Դրա համար փորձի գոնե հիմիկվանից այնց ապրել, որ փորձես երջանիկ լինել։ Չնայած դժվար դա քեզ հաջողվի։ Ասեմ, որ երկու սցենար կարող է լինել։ Եթե ընդդիմությունը հասկանա, թե ինչքան կարևոր է իր միասնականությունը, նույնիսկ ամենախոր հակասությունների դեպքում։ Մենակ ես հիմա ընդդիմություն համարում եմ բոլոր նրանց, ովքեր ուզում են Նիկոլի հեռացում։ Նույնիսկ եթե նախկին Նիկոլական է, ինչ է, որտեղ չեն կարող ասել, որ հայ հեղափոխական դաշնակցությունն է, Բարգավաճ Հայաստանն է, շատ օլիգարխներ են, հանրապետական կուսակցության անդամներ են, ձայն են տվել Նիկոլի։ Ձայն են տվել, բերել են իշխանության։ Բայց իրանք նախկին չէ, իրանք նույնիսկ Նիկոլ բերողներ են։ Մեծ մասամբ, մեծամասամբ, դες կարելի է։ Նիկոլին իրանք են քվեարկել, դարձել վարչապետ։ Բայց նույնիսկ այդ մարդիկ, եթե այսօր Նիկոլին դեմ են, եւ ուզում են Նիկոլի հեռացումը որպես պետության ու ազգի փրկություն, ես պատրաստ եմ այդ բոլորի հետ համագործակցել։ Եվ մեր խնդիրը պետք է լինի, որ մինչև հունիսի 7-ը հայ ժողովրդի էներգետիկան
հականիկոլական որ կա բոլորի մեջ, հասցնել պիկին եւ հունիսի 7-ը Հայաստանը հեղեղել մարդկանցով։ Դա ոչ միայն ընտրություն, այլ հեղափոխություն պետք է լինի։ Ինքը ասել է, չէ, եթե կարողանում եք արեք հեղափոխություն։ Այսինքն հունիսի 7-ը ոչ միայն պետք է լինի ընտրության, այլ նաեւ հեղափոխության օր։ Եվ դա միանգամայն հնարավոր տարբերակ է։ Հիմա ես ընդդիմադիրներին կոչ եմ անում։ Ես գնալու եմ միավորման մարդկանց հետ, ում հետ Իսագուլյանին կարող ասեն, ես ինչ է տեղի ունենում։ Անկարելի է, որ Իսագուլյանը օրինակ այս մարդու հետ, որի հետ 2 անգամ 3 անգամ դատվել է եւ այլը, այո, ես անելու եմ ցույց տալու համար, որ եթե այդ մարդը այս պահին Նիկոլին դեմ է, իր հետ միավորվել, ես խնդիր չունեմ։ Եկեք բոլորս այդ մեխանիզմով միավորվենք, գնանք ընտրության, հաղթենք եւ բայց ունենանք ժողովուրդ փողոցում, որ այդ ժողովուրդը ոչ միայն դա որպես ընտրություններում, այլ հեղափոխության մեջ հաղթանակ տեսնի։ Մենք վերադարձնենք այս ժողովրդին այդ իշխանությունը, որից հետո, երբ որ արդեն Նիկոլը նստած կլինի համապատասխան վայրում, քրեական էս բոլոր պարոն Պետրոսյանի թվարկած հոդվածները ուսին, մենք կգնանք նոր ընտրությունների, մենք կգնանք նոր գաղափարներով, մենք կգնանք մեր սոցիալ-տնտեսական ծրագրերով եւ նոր դրանից հետո Հայաստանում կձևավորվի նորմալ իշխանություն։ Թիվ 1 խնդիր այսօր նախ սրանցից ազատվելն է։ Գերակաշահ։ Ինչպես դուք հաճախ ասում եք, այո, շնորհակալ եմ պարոն Այք, ինչպես միշտ շատ հետաքրքիր։ Շատ հետաքրքիր է պարոն Պետրոսյանի հետ մենք հաճախ կարող ենք միասին ձեր եթերում լինել։ Շաբաթը մեկ հաղորդում գոնե անենք, որտեղ պարոն Պետրոսյանը այս ինչքան որ մենք հապավումները ասում ենք էշ, ես, ձիկով, ինքը կարողանում է դրանց բոլորի հապավումները տա, վերցանումները։ Հա, վերցանումները եւ դա դրանով փրկում է մեզ նիկոլական ավելորդ քաշքշուկներից, այսպես ասենք, շնորհակալ եմ շատ կարևոր դիտարկումների եւ հետաքրքիր հարցազրույցի համար, շնորհակալ եմ նաեւ մեր ակտիվ հետևորդներին հետևելու համար, ձեր էկրաններին տեսնում եք հաշվի համար, որտեղ եթե ցանկանում եք օժանդակել Live News-ի գործունեությանը, կարող եք ձեր ներդրումն ունենալ, ինչի համար ձեզ շատ շնորհակալ ենք։ Նշեմ, զրուցում էի ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի եւ իրավագիտության թեկնածու դոցենտ փաստաբան Գևորգ Պետրոսյանի հետ այսպիսին էր դիտակետը, կհանդիպենք։